չեն գնում պապայի մոտ։ Հələ սպասի, հələ սպասի, տեսնենք ինչ է մեր գլխին գալիս։ Դու երեխա ունես, հա? Երեխա ունես։ Ու այսքան ժամանակ ինձ խաբել ես, ինձ օգտագործել ես ու տրորել ես, թքել ես հոգուս մեջ։ Դու ապրելու իրավունք չունես, ավո։ Դանակը ինձ դուր։ Ես ես դանակը սիրտդ եմ մտցնելու։ Դու մեռնելուն ես արժանի։ Տեկին դանակը ցածրեք։ Աղբերս ցավը տանեմ, փրկի ինձ։ Սա պիտի սատկի։ Եթե ձեզ կարգի չհրավիրեք, ապա ոստիկանություն կկանչենք։ Աստված քեզ պատժելու է, ավո։ Աստված քեզ համար ամենադաժան պատիժն է պատրաստել։ Նախորդ անգամ ասեցի, եթե բողոքը նույնիսկ հետ վերցնեն, միևնույն է Գրիշոյին դատ կհասնի։ Այդ դեպքում էլ ինչ ենք այդ ընտանիքի հետևից ընկել։ Ուրեմն թողի սատկեր, էլ ինչ են փող տվել։ Առանց բորբոքվելու ժողովուրդ ջան։ Վակ, ամեն ինչ արա ու տղուս հանի դուրս տեղից։ Իմ տղան չի կարող բանտ նստել, թեկուզ մեկ ամսով չի կարող։ Լավ, ինչ տարբերակներ ու ելքեր կա այս ամեն ինչից վակ։ Մեկ տարբերակը դասավորենք այնպես, որ Գրիշոն չի կրակող է եղել։ Ոնց ես։ Քո կարիքը շատ է իսկում ես պայն։ Հենց իմացել եմ, միանգամից եկել եմ, բայց դու ինձ չէիր ասել, որ այսօր են վիրահատելու։ Հայ, ես էլ չգիտեի, եկա հիվանդանոց նոր իմացա։ Իսկ քանի ժամա վիրահատում են։ Մոտավորապես 2 ժամ։ Իսկ պապին ու մանան ուր են։ Պապին որոշեց վիրահատության ժամերը անցկացնի եկեղեցում։ Արի, մենք էլ ստեղ աղոթենք, հա, Դավիթի համար։ Լեա, կներես, բայց կարող է դու տեղյակ ես պապատա ֆեդերացիայի հաշվից փոխանցել վիրահատության փողը։ Լավ, հասկացա։ Ըստիս կարևոր չի ով փոխանցել, կարևորը վիրահատությունը բարեհաջող անցնի։ Տեր Աստված, նորից եմ խնդրում, փրկիր թոռանս, թոռս քո ձեռքերում է, ես հավատում եմ, որ փրկելու ես, որովհետև երբեք դուր չես փակել ընտանիքիս առաջ։ Ցավը տանեմ, դու խիղճ ունես, այսօր ես, մի ժամ առ ռեստորանով ընկած ձեզ եմ անգալի, խուտեմ կեզ արևս ոնց ես։ Պարզ չի, որ շատ վախեցած, ու ոչ միայն ինքը։
վախենալ պետք չի։ Վախենալը վատ բան է, չվախենա քեզ կյանքում լսում ես։ Ես ամեն ինչ արել եմ, ամեն ինչ նորմալ է։ Այդ աննորմալը էլ մեր հետևից չի գա։ Ուտեմ քեզ։ Ավո դու պետք է մեզանից հեռու մնաս, չես հասկանում։ Հա դու էլ գժվեցիր։ Չէ, նորմալ է սա։ Էս ի՞նչ է։ Էս ի՞նչ է ավոյի ճակատագիրը։ Գիր։ Ես եմ գիր։ Այ դուք եք այդպիսինը։ Դուք քո աննորմալ կին է, ուղղակի հեռու մնացեք մեզանից։ Կանգնի մի րոպե։ Ինչ ես անում։ Ուր ես տանում, ուր ես գնում, երեխուսին չես վախցնում։ Չես հասկանում, որ երեխուն վախեցնում ես դու քո աննորմալ կինը։ Հարա ցավը տանեմ։ Նա ինձ ինչ կին։ Նա դանակը առել, ուզում մտցնի սիրտս։ Նա լրիվ իր աղբենը, որ ասեմ մարդասպաների ցեղեն չես հավատում։ Եսա որ դիմանում եմ։ Ավո ինչ ուզում եք արեք, բայց ինձ մի խառնեք։ Ինչ անում եք, բայց առանց իմ մասնակցության ու առանց իմ երեխու մասնակցության։ Ռոզի ցավը տանեմ։ Կողք սեղի։ Ինձ լսի ու հավատա, մենք միասին կփախնենք։ Ես, դու ու իմ գանձը։ Ես էլ հավատացի քեզ։ Բա ինչ պետք է անես, պետք է հավատաս։ Ու եթե չհավատաս, մենք պետք է միասին գնանք, որովհետև երեխուս կյանքը վտանգված է։ Ում քեզ։ Մի րոպե, այսինքն ինչ է լինելու։ Ոչ մի բան չի լինելու, դու մենակ ինձ հավատա, ինձ վստահի։ Հավատա ավոյի խելքին ու մտքին։ Չէ՞ սիրտը տուտի պապան։ Ինչ ես մտածում, Վահագի ասած տարբերակը կաշխատի։ Եթե տարբերակով առաջնորդվենք, մենք կգնանք կործանման։ Առաջ խնդրում ենք, որ չբողոքեն, հիմա էլ ուզում ենք ամեն ինչ անենք, որ իրանք սխալ դուրս գան, մենք ճիշտ։ Առանձնապես հույս չեմ պայփայում, բայց հրաժարվում եմ մտածել, որ տղաս կդատապարտվի։ Նելումա պետք իմ կյանքը, իմ ստեղծածը, ապրածը։ Տիկին Նինա, ներողություն եմ խնդրում ձեզ խանգարելու համար։ Խոհանոցում փոփոխություններ են տեղի ունեցել, ձեր կարծիքը կարևոր է, էլի հիմա։ Ասեք ավելի ուշ կմոտենամ։ Շնորհակալ։ Չէ դու կարաս հանգիստ գնաս գործերով զբաղվես, ես դուրս եմ գալիս։ Մի 5 րոպե սպասի իրար հետ դուրս գանք։ Ուրիշ ինչ ճանապարհ կա դրանց ճնշելու, պարտադրելու, որ մեր կամքով շարժվեն։ Անեն են, ինչ մենք ենք ուզում։ Այս ամենն անցյալի պատիժն է։ Գնանք։ Քույրդ էր զանգել։ Ինչ էր ասում։ Վատ էր։ Ինչ է եղել։ Չէի կարողանում խոսքերից հասկանալ, մոտավոր հասկացա, որ այդ ավոյի հետ է կապված։ Իսկ ուրիշ ում հետ պետքա կապված լիներ։ Հիմա ես շատ արագ պետք է տեսնեմ Լեռնային։ Չէ, ինքն է գալիս, սպասիր։ Սենց հարմար է, մամ։ Հա, բալես։ Բայց որ ինձ լսես կոգնես վեր կենամ։ Ինչի համար։ Դե, որ մի քիչ քայլեմ։ Մամ, բժշկի ներկայությամբ քայլեցիր։ Այսօրվա համար հերիք է։ Չէ, սխալվում ես։ Ինչքան շատ քայլեմ, այդքան ավելի շուտ կվերադառնամ առօրյայիս։ Լավ, համոզեցիր։ Վեր կաց։ Լավ չես։ Արի դուրս գանք միջանցքելի։ Կենացները քաղցրացան։
Չէ, սենյակում մի քանի պտույտ անում ես ու պարկում։ Լավ։ Ոնց ասես չեմ բարկացնում։ Լևոյի հետ էլ չեմ խոսել։ Ինչի։ Շատ անհանգիստ եմ Դավթի ու ընդհանրապես իր ընտանիքի համար։ Մի անհանգստացի, ամեն ինչ լավ կլինի։ Մամ, քո դուրս գրվելուց հետո եթե լավ լինես, կգնամ Հայաստան։ Մի սպասի, որ ես տուն գնամ։ Կարաս հենց հիմա տոմսերն առնես ու գնաս Հայաստան։ Մամ, քեզնից չէի սպասում։ Դու միշտ էլ սրտացավ ես եղել մարդկանց հանդեպ։ Ոչ մի բան չի փոխվել։ Ես հիմա էլ շատ սրտացավ եմ մարդկանց հանդեպ։ Չէի ասի։ Սարգսյանների ընտանիքի հանդեպ սրտացավությունը չի զգացվում։ Հարցը Սարգսյանները չեն։ Ուղղակի ինչ իմացել ես, որ ես քո մայրը չեմ։ Վերաբերմունքդ մի տեսակ իմ հանդեպ փոխվել է։ Համարենք վիրահատության հետևանք էր ասածդ։ Ասեցի էնի։ Ինչ մտածում եմ։ Իսկ ես չեմ ուզում շարունակեմ։ Ներկապահին մենք բացարձակ իրար չենք հասկանում։ Իսկ ես չեմ պատրաստվում այս պայմաններում քո հետ վիճեմ։ Ապրասպես չեմ ուզում Լեա։ Լեո, պետք է մի քիչ հանգստանաս գոնե։ Հələ նա ինչ լարված ես։ Չեմ կարող, մինչև վիրահատությունը չպրծնի չեմ կարող հանգստանամ Լեա։ Ամեն դեպքում արի փորձենք հանգստանալ, լավ, որովհետև հիմա sense նյարդայնանալով ոչ մի բան չենք փոխելու։ Ու առավել եւս վիրահատության ընթացքը չենք կարող կրճատենք։ Աբա շատ երկարեց Լեա։ Ախր լուրջ վիրահատություն է, բա ինչ ես ուզում։ Ասա, խնդրում եմ, ասա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ասա, որ դավոն կարանալու է իր լիարժեք կյանքով ապրի։ Մի հատ ինձ նայի։ Ամեն ինչ լավ է լինելու, լսում ես։ Ես ամբողջ սրտով հավատում եմ, որ Դավիթը ապաքինվելու է։ Պատրաստ եմ իր համար կյանքս տամ։ Ոնց որ եւ Դավիթը կաներ քո համար։ Հա, վստահ եմ, որ կաներ։ Դու շատ երջանիկ մարդ ես, որ տենց ընտանիք ունես, Լեո։ Երջանիկ ու հաջողակ, որ հենց Դավոն է աղբերս։ Կահո ամեն դեպքում մի քիչ խմես։ Ինչ է այդ քեզ արել։ Խնդրում եմ կներեք ինձ։ Կներեք այսքան կույր միամիտ լինելու համար։ Խնդրում եմ կներես հունա։ Մի հատ վերեկած գժվել ես դու։ Խնդրում եմ կներես ինձ։ Արի նստի, արի։ Ամաչում եմ ձեր աչքերին նայեմ։ Արի գնանք լվացվի, կհանգստանաս, հետո կխոսենք։ Չէ, համբերի։ Ինձ ասա հասկանամ այդ ինչ արել քո հետ, որ դու հասել ես այս վիճակին։ Դուք ճիշտ եք։ Ինքը տականքա խափ է բա։ Ես իրան պետք չեմ, ինքը ինձ օգտագործում էր ու ձեր դեմ էր տրամադրում։ Իսկ ո՞նց հասկացար այդ ամեն ինչը։ Ես իմ աչքերով եմ իրան տեսել սիրուհու ու երեխու հետ։
Երեխու ծնունդն էին նշում։ Իսկ ես հիմարի պես հավատացել եմ այսքան ժամանակ ու աստվածացրել եմ։ Ու ձեզ իմ կյանքից հանել եմ, որովհետև ինքն էր տենց ուզում։ Ես կսպանեմ դրան։ Ինա կողքը կլնես։ Հիմարություն չանես, Հունան։ Լավ, վերջ։ Գնամ ջուր բերեմ։ Ես գիտեմ, որ ներում չունեմ։ Իննապես ասա, որ ներում եք ինձ ընտրում եմ։ Արել ես ցավերը։ Ամյա ցավազրկող բերեք։ Խառը չեմ դիմանում էլ։ Չեք լսում։ Ինչ ես անում, Էռնա։ Վերջ, հանգիստ։ Խորը շունչ քաշի։ Ինա թող։ Հանգստացի միան, էս էլ միայն պակաս։ Ինչի մեծ է ծարվում։ Վերջ, հանգստացի։ Հեսա գլուխդ քսարի կհասկանաս, որ փրկվել ես այդ ավոյից։
Ավո ինչ ենք անելու։ Սուս մնա ու սպասի։ Չէ, ես ուզում եմ հենց հիմա իմանամ ինչ ենք անելու։ Հենց հիմա սուս ես մնում։ Հենց հիմա աղոին շուտ գտնում եք։ Տղերքին բոլորին հանի։ Հեսա մի քանի հասցեք ուղարկեմ։ Հա, շատ արագ։ Վայ եղան, ես ինչ ես արել։ Լավ ինձ լսի։ Վերջ գնում ենք մեր տուն։ Չեմ ուզում։ Ոչինչ, դու չուզենալով արի։ Ես չեմ պատրաստում քեզ այստեղ փողոցում թողնել։ Հունանորը։ Չգիտեմ, բայց կպարզենք, կզանգեմ։ Հիմա գնում ենք մեր տուն։ Սիրտս ցավում այնա։ Հասկանում եմ, Էռնա, կանցնի։ Դու ինձ չես հասկանում։ Հասկանում եմ, Էռնա, հիմա հավաքի քեզ կլինի։ Ես էլ ընտանիք չունեմ։ Ոչ, ունես։ Քո ընտանիքը մենք ենք։ Ավոն քո համար երբեք ընտանիք չի եղել։ Արա դու ինչ եղա անում։ Լավ, հանգիստ։ Հասկացի, որ բարդ վիրահատություն է։ Լավ, գոնե հասկանայի ներսում ինչա կատարվում, վիճակը ոնց է։ Մի հատ կլսես ինձ։ Եթե մինչև հիմա ոչ ոք դուրս չի եկել, ոչ մի բան չի ասել, ուրեմն ամեն բան նորմալ է։ Մենակ թե աղբորս բան եղածած չլինի։ Եղբորդ ոչ մի բան չի լինելու։ Հանգստացի։ Վերջ։ Պապի հեռախոսիդ ուշադիր էլի եղի։ Երբեք ավելի ուշադիր չեմ եղել։ Լեոն էլ ալարում է, չէ՞ զանգի հասկանանք ինչ վիճակ է։ Հանգիստ, սպասիր։ Ախր չեմ կարողանում։ Սիրտս նենց արագ աշխատում, ինձ թվում է հեսա բերանիցս դուրս կգա։ Պապի, Դավիթը կապակինվի, չէ։ Աստված Դավիթին չի լքի։ Ես հավատում եմ։
Ալո։ Դրա կաբինետում։ Պատկերացնում ես բիզնեսներից մեծ մասը արել է իր անունով ու թռել արա։ Ո՞նց հանգիստ լինեմ։ Չեմ ուզում ես ամեն ինչը հեռախոսով քննարկեմ։ Ոնց անցավ բժիշկ։ Հանգիստ եղեք։ Բարի հաջող է անցել։ Շնորհակալ եմ։ Հիմա ամենակարևոր վերականգնողական փուլն է սկսում։ Դավոս շատ ուժեղ տղա է, հաստատ այդ ամեն ինչի միջով հեշտությամբ կանցնի։ Չեմ էլ կասկածում։ Կինդ է։ Չէ։ Ես գնամ հետո կհանդիպենք։ Բժիշկ, իսկ կարամ Դավոյի մոտ մտնեմ։ Չէ, ես կասեմ երբ։ Պապի պատասխանի վայ։ Հալեհո ջան։ Պապի վիրահատությունը բարեհաջող է անցել։ Հա, ինչ է ասում։ Ալո։ Լեո։ Ասում եմ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Իսկ Դավիթին տեսել ես։ Հələ չէ, չթողեցին։ Լավ, մենք հեսա գալիս ենք։ Լավ։ Վերկաց, այ մագնակ, ման պարենք։ Խմի ասում եմ։ Շատ արա։ Խմի։ Ինչ զզվելի ամեն ինչ։ Նա ինչ ենք անում։ Բարձրանում ենք վերև, դու պարկում ես քնում հանգստանում։ Չէ, ուզում եմ մնամ ստեղ։ Լսի, վերջապես ավոյից ազատվել ես։ Այդ ուրախանալու առիթը ոչ թե լացելու։ Հիմա դու վերջապես տեսնում ես այն, ինչ մենք այսքան տարի ուզում ենք, որ դու տեսնեիր։ Ոնց կարելի է սենց վարվել մի մարդու հետ, ով ամեն ինչի պատրաստ է հանում քեզով նվիրված է, սպասում է, հավատում է, ոնց ես չեմ հասկանում։ Էռնա, քեզ պիտի սիրես եւ վերջ։ Լիա հասցրին հասկանում ես։ Այ հիմա կարամ հանգիստ ջուր քաշեմ։ Ապրես Լեո, դու ամեն ինչ արեցիր Դավիթի համար։ Ու ես իրոք հպարտանում եմ քեզնով։ Դավան շուտ վերականգնվի ու բոլորս անցնենք մեր բնականon կյանքին։
Իրոք հրաշք էր։ Հա, բրկվեց աղբերս։ Լեո, հիմա պետք է անպայման մի բան ուտես, որովհետև դու արդեն քանի օր ոչ մի բան չես կերել։ Չէ, Լեա, չեմ ուզում։ Ուրեմն կստիպես քեզ։ Ավելի լավ ամունամ ստեղ հասկանամ, երբ են թողնում մտնեմ Դավի մոտ։ Լեո, մոտակա ժամերի ընթացքում հաստատ չես կարողանալու մտնես։ Արի ավելավա գնանք, հաց կեր, ուշ հավաքի, որովհետև դու դեռ Դավիթին շատ ես պետք գալու։ Ճիշտն ասած, նենց տպավորություն է, որ ինչ-որ բան ես ուզում ասել, բայց չես ասում։ Արի գնանք հաց ուտենք, դու էլ սոված կլինես, քանի ժամ ստեղ ես։ Լեա։ Ես խմի առնա։ Եղնա, այս ինչ ես արել։ Տեսել ես ինչ ես ստորագրել։ Ինչ ա եղել հունան։ Ոչ մի առանձնահատուկ բան։ Էռնան բոլոր բիզնեսներս, որը իր անունով էր, նվիրել է Ավոյին։ Ավոնն իզով, թոզով կորել է։ Միշտ էլ տենց ա եղել, Ավոն ինչ-որ թղթեր ա բերել, ասել ա Հունանից է, ես էլ ստորագրել եմ։ Հետո զանգել եմ քեզ, ասել ես հա ես եմ ուղարկել։ Տարիներ շարունակ տենց ա եղել Հունան։ Էռնա, ես ես վերջերս քեզ ոչ մի թուղթ չեմ ուղարկել։ Այս վերջերս մենք նորմալ չենք էլ շփվել։ Լավ, գոնե ստորագրելուց առաջ քեզ հետաքրքիր չի կարդաս, հասկանաս ինչ է ստորագրում։ Ոչ մի անգամ էլ չեմ կարդացել։ Իմացել եմ, որ քո ուղարկածնա ստորագրել եմ ու վերջ։ Չէ, ես կգժվեմ, լուրջ եմ ասում։ Ավոն բիզնեսներս ձեռքիցս վերցել ու թռել է։ Պատկերացնում ես ինա։ Ավոն։ Հիմա ինչ ես անում։ Չգիտեմ, ինա, չգիտեմ։ Ինչ որ պայմանագրեր է սարքել արք ու վաճառքի, աճուրդների, ինչ որ նվիրատվություններ է արել։ Դուր տեսնեմ։ Ես ինչեր ես արել Էռնա։ Ինա տարիներ շարունակ տենց ա եղել։ Ավոն թղթեր ա բերել, ես էլ ստորագրել եմ ու վերջ։ Ինչ իմանայի, որ սենց կլինի։ Ալի սիրտը սարի։ Ավոն ու գնում։ Մի տեղ։ Չէ, կոնկրետ տեղն ասա։ Այ աղջիկ ջան, ինչ կարևոր է։ Շատ մեծ կարևոր է, ես երեխու մասին եմ մտածում։ Իմ երեխու մասին դու ինձանից շատ չմտածես։ Երևում է։ Ապա երևում է, բա կարող է չի երևում, մի այլ տիպի երևում է։ Այդտեմ քեզ։ Արի առաջ։ Քնացո։ Չէ, Հունան, խնդրում եմ մի գնա։ Ինա պետք է խոսեմ հետը։ Չէ, էլի Հունան։ Ինա բա չիմանամ կարող եմ մեզ էլ նվիրել Ավոյին։ Հիմա ինքը այն վիճակում չի, որ կարողանաս բան հասկանաս կամ ճշտես։ Հատուկ չէի թողում, որ զաքսավորվի։
որովհետև գիտե ինչերի անթունակ է տավոն։ Բայց արի ուտես, որ Էռնայի ուղեղը նենցա լվացել, որ Զաքս պետք էլ չի եկել, որ նենցանի, որ ամեն ինչ անցնի իրան։ Կամաց խոսի։ Թող քնի ուշքի գա, հետո հասկանենք ինչ ենք անելու։ Հա։ Թող հանգստանա, իհարկե, հոգնած կլինի։ Ինքնասպանության փորձ է արել։ Հասկանում ես ուր ենք հասել։ Մի րոպե ուշացնի, կամրջից իրեն կգցեր։ Նա զանգի փաստաբանին հասկանանք ինչ ենք անելու, ինչև Էռնան ուշքի գա։